Այս տարվանից ավագ դպրոցի ընդունելությունը կիրականացվի էլեկտրոնային եղանակով։ Բուհերի կազմում գործող դպրոցներին սա չի վերաբերում, քանի որ ընդունելությունը քննությունով է։ Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են թվայնացման շնորհիվ հիմնական դպրոցից ավագ դպրոց տեղափոխվելը կդառնա ավելի հարմարավետ ու մատչելի։ Քանի որ երեխաների փաստաթղթերը արդեն իսկ թվայնացված են եւ հիմնական դպրոցում պահպանված են, ուղղակի ամբողջ այդ փաստաթղթերը կտեղափոխվեն ավագ դպրոցի տիրույթ, այսինքն թղթաբանության կրճատման եւ վարչահարության կրճատման էական հնարավորություն է ստեղծվում։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ղեկավարը մանրամասնում է, մինչև այժմ էլ ընդունելությունն ըստ էության էլեկտրոնային տարբերակով էր։ Ծնողը թղթի վրա դիմում էր ներկայացնում դպրոց, որից հետո տվյալները մուտքագրվում էին էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ, այնուհետև ամեն ինչ տեղի էր ունենում թվային եղանակով։ Առաջիկայում գործարկվելու է my.emis.am համակարգը։ Դպրոցին հայտ ներկայացնելուց մինչև դպրոցի հետ պայմանագիր կնքելն այսուհետ կիրականացվի այս հարթակի միջոցով, էլեկտրոնային ստորագրության կիրառմամբ։ Ծնողը նախ եւ առաջ պետք է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ստեղծի իրեն համար հաշիվ, որի միջոցով հետո կկարողանա բոլոր տեսակի ծառայությունները կապված կրթության հետ ստանալ այդ հաշվի միջոցով։ Դա կլինի հայտը ներկայացնելը առաջին դասարան կամ 10-րդ դասարան առանձին գործող ավագ դպրոց, կլինի օրագիրը տեսնելը, հետագայում նաև վկայականը ավարտական իր երեխայի, այսինքն բոլոր այն ծառայությունները, որը ինքը կարող է ստանալ դպրոցից, կստանա այդ հարթակի միջոցով, այսինքն այդ հաշվի միջոցով, իր հաշվի միջոցով։ Արտակ Պողոսյանը վստահեցնում է համակարգից օգտվելը բարդ չի լինի, իսկ պարզ քայլերի հաջորդականությունը համակարգն ինքը կհուշի, մեկը մյուսի հետևից առաջարկելով լրացնելու համար անհրաժեշտ բաժինները։ Ավագ դպրոցի սովորողների հայտագրումը կսկսվի հուլիսի վերջին, հստակ օրը կհայտարարվի ավելի ուշ։ Բայց դրանից առաջ հուլիսի սկզբներին մենք կանենք հայտարարություն բնականաբար, որպեսզի ծնողները ժամանակ ունենան իրենց հաշիվները ստեղծել եւ այդ նույնականացումը անցնել, որպեսզի հայտագրման օրը որևէ խոչընդոտ չունենան։ Նախընտրած դպրոցում հայտագրվելու համար նախ արտոնություններ կտրվեն որոշակի խմբերի, կլինեն նույն արտոնությունները, որոնք գործում են առաջին դասարանցիների հայտագրման դեպքում։ Թե ծնողը ունի նույն դպրոցում սովորող երեխա, եթե ինքը աշխատում է տվյալ դպրոցում, եթե երեխան կամ ծնողը ունեն հաշմանդամություն, եթե երեխան գտնվում է խնամակալության տակ եւ եթե ընտանիքը սոցիալական անապահովության համակարգում գրանցված է։ Հայտագրման հնարավորությունը առաջին 2 շաբաթվա ընթացքում հասանելի կլինի միայն նշված խմբերի համար, որ կարողանան գրանցվել ցանկալի դպրոցում։ Հետո համակարգը կբացվի բոլորի համար հայտագրման ընդհանուր հիմունքներով։ 1 շաբաթ հետո էլ համակարգը հասանելի կդառնա նաև օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց, ովքեր ցանկություն ունեն իրենց երեխաներին ընդունել ռուսերենով ուսուցմամբ դասարաններ։ Երեխային հայտագրելուց հետո դիմումը դպրոցին պետք է ներկայացվի մինչև սեպտեմբերի 5-ը։ Հակառակ դեպքում համակարգն ինքնաշխատ կչեղարկի հայտը եւ այդ տեղում հայտագրվելու հնարավորություն կտրվի այլ սովորողների։ Ավագ դպրոցի հայտագրման համակարգը կգործի ամբողջ տարին, այսինքն երեխաները ինչպես եւ հիմա դպրոց ընդունվելու հնարավորություն կունենան տարվա ընթացքում ցանկացած ժամանակ։ Ի դեպ ավագ դպրոցի ընդունելության սկզբունքները նույնն են, ինչ առաջին դասարանցիներինն է։ Էլեկտրոնային ստորագրությունն այս տարվանից պարտադիր է նաեւ առաջին դասարանցիներին հայտագրելու համար։ Աննա Զախարյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։